Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 6-ին մերժել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանին։ Հիշեցնենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին ուսումնասիրում են նրան պատկանող գույքը։ Նշենք, որ 2025 թվականի սեպտեմբերին դատախազությունը եւս մեկ հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել հողամասի կառուցապատման իրավունքը։ Գործը դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում է, գտնվում է քննության փուլում։ Ի դեպ Նավասարդ Կճոյանն այն 10 եպիսկոպոսներից է, որ միացել են Նիկոլ Փաշինյանին հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավում։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ նման գործի հիմքում հնարավոր է, որ կա քաղաքական ենթատեքստ։ Բոլորիս քաչ հայտնի է, որ հունիս ամսվանից Նիկոլ Փաշինյանը մեր երկրի վարչապետը եկեղեցու դեմ արշավ է սկսել եւ այդ եկեղեցու դեմ արշավը բարբերաբար տարբեր նոր փուլեր է թևակողում եւ փորձում է համակիրներ հոգեվորականների շրջանում ունենալ կամ որպեսզի կարողանա ապահովել ու կյանքի կոչել այդ եկեղեցու դեմ իրենց ծրագրավորած գործընթացը, որը ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել գնահատական տալու, թե հակաիրավական է, թե հակասահմանադրական է, որովհետև մեր պետությունում, Հայաստանի Հանրապետությունում այն ինչ անում է մեր վարչապետը, դրանք այդ ամենը չի բխում իր գործառույթներից, լիազորություններից, իսկ վարչապետը կարող է անել միայն այն, ինչ իրեն սահմանադրություն է կամ օրենքը լիազորել է կամ վերապահել է։ Սա ես առիթ եմ ունեցել ներկայացնելու հենց այդ օրը ես 10 հոգեվորականները, իրենց ըստեյության գործնականում աջակցությունը հայտնեցին, հայտնի մայր գործընթաց կա, այդ բացված money ideology correlation ego, այսինքն դավաճանության կամ ճամբարափոխ լինելու 4 հիմնական դրդապատճառների սխեմա է, ու այդ սխեման ով ծանոթ է, ուղղակիորեն ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ու այո, հենց այդ սխեմայի տրամաբանության մեջ հնարավոր է ու ենթադրելի է, որ այս հոգեվորականների նկատմամբ որոշակի բնույթի ճնշումներ են գործադրվել, որպեսզի իրենց եկեղեցու իրենց վեհափառ խորը ըստ էության վեհափառ դեմ գործունեություն ծավալեն։ Ես բնականաբար ինձ թույլ կարող եմ տալու գնահատական, որ այո, ու քանի որ սա առաջի անգամ չէ, որ իրավական գործընթացները ծառայեցվում են քաղաքական նպատակներին, ես ինձ այո կարող եմ թույլ տալ հնչեցնելու գնահատական, որ այս գործընթացը քաղաքականացված է եւ այո, այս գործը վերաբացվել է, որպեսզի ճնշում գործադրվի կոնկրետ այս arczepiskopos-ի նկատմամբ։